Խաղաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղաղություն։ Աստված շատ օրհնի բոլորիդ։ Ամեն։ Փառք Աստծուն կրկին անգամ այս հնարավորության համար նորից։ Մի հարց են ուղղել մեզ, էլի շատ հետաքրքիր է։ Հարցը այսպեսին է. Ահարոնի քահանայությունը, որ փոխվեց Քրիստոսի քահանայությամբ, ինչ տարբերություն կա բացի ծիսակատարությունից ու մարմնավորից հոգևորին անցնելը, էլի տարբերություն կա բացի դրանից մարմնավորից հոգևոր անցնելը։ Տարբերություն կա, իհարկե, լիքը տարբերություն կա։ Լիքը տարբերություն, հենց մարմնավորից հոգևորին անցնելու մեջ, այդպես մարմնավոր գործերը ու հոգևոր գործերը տարբերությունը ինչքան մեծ է։ Մարմնավոր գործերը, կամ Հուդայի թղթի մեջ է կարծեմ ասում, կրետացիները չար գազաններ են, տատարկափոր։ Այսինքն կրետ է բնագրով թարգմանվում է մարմնավոր։ Մարմնավորները չար գազաններ են։ Սա վիրավորական չեն էլի, մարդիկ մարմնավոր են հասկանում։ Իրոք մարմնավոր հասկացողները մարմնի վրայով են մտածում։ Մարմնավոր հասկացողները չեն կարող ասում հաճելի լինեն։ Այս տարբերությունը այդ է, որ մարմնավոր քահանայությունից Աստված հանեց, որտեղ մարմնավոր պաշտելով այդ ծիսակատարություններով ոչ մի փոփոխություն կամ ոչ մի օգուտ չէր տալի մարդուն ապաշխարության համար։ Մարմնավոր չեն կարող մարդիկ ասում պաշտել, շաբաթը չեն կարող պահել։ Ոնց է լինի մի օր գառը կընկնի իրաց փոսը, դե հանեն։ Ոնց է լինի չի լինեմ, շաբաթ օրը պահել չի լինի։ Սա մարմնավոր քահանայությունն է։ Եթե մարմնավոր չի լինեմ պահելը, ի՞նչ է նշանակում? Չարություն։ Չար գազաններ, դատարկափորներ են, ու դու սենց արի, դու շաբաթը չպահել, բերեք քակոց են կրված աբա, չարություն չի էդի։ Չարություն չի մարդուն շաբաթը չպահելու համար։ Դրա համար Հիսուսը փոխեց այդ շաբաթը, ասեց, ձեր մեջ պահեք, շաբաթ նշանում է հանգիստ, ձեր հանգիստը պահեք։ Մի խոսքով, ես համարներ եմ հանել Աստվածաշնչից, սիրելի հաստատվող, հեսա կարդանք մի քանի համարներ, մեր միտքը ընդհանրացնելու համար, էլի։ Եբրայեցիների 7-րդ գլուխ 11-12 խոսքն եմ կարդում։ Տեսեք, ապա ուրեմն եթե կատարելությունը Ղևտացիների քահանայությունովն էր, որտեղ ժողովուրդը նրա վրա հիմնվելով օրենք ընդունեց։ Էլ ինչ պետք կար, որ Մելիքսեդեկի կարգի պես մի ուրիշ քահանա վեր կենա, եւ ոչ թե Ահարոնի կարգի պես ասվի։ Բայց երբ որ քահանայությունը փոխվում է, հարկ է որ օրենքին էլ փոփոխություն լինի։ Եթե քահանայությունը փոխվում է, Մելիքսեդեկ նշանակում է խաղաղության թագավոր, որը խաղաղությունից հաջորդում է արդարության թագավոր։ Եթե դու շաբաթը պահում ես քո մեջ խաղաղության վրա իշխում ես, թագավորում ես քո խաղաղության վրա, արդարություն է բերում քո խաղաղությունը։ Իսկ եթե հին քահանայությունը ելներ, արդեն չէր կարող խաղաղությունը պահել։ Օրենքով, մարմնով չէր կարող պահել իր խաղաղ։ Իսկ եթե խաղաղությունը պահեց, ամեն տեսակ անկարգություն, բխմա ոչ խաղաղություն։ Դե Մելիքսեդեկը Քրիստոսի պես հավիտյան քահանա է։ Արդարությունն ու խաղաղությունը հավիտյան քահանայություն է սա, որը մենք ընդունելով, որը Աստված տալով մեզ փոփոխեց մեր օրենքից դեպի շնորհքի։ Այս փոփոխությունը տվեց էլի։ Տեսեք, հաջորդը կարդամ Հովհաննես 19-րդ գլուխ 6-րդ խոսքը, Հովհաննես ավետարան։ Սխալ եմ անում։ Հովհաննես 19 6-րդ խոսքը։ Երբ որ քահանապետը եւ սպասավորները նրան տեսան, աղաղակեցին եւ ասացին. Խաչիր։ Պիղատոսը նրանց ասաց. դու խաչեք, որտեղ ես բան չեմ գտնում իր վրա։ Տեսեք, հենց քահանապետերը օրենսգետները տեսան Հիսուսին։ Հիսուսն ով է? Արդարության խոսքը, սիրո խոսքն է։ Ասին խաչեք իրան, ինչի համար, որտեղ Մովսեսի օրենքը չէր պահում Հիսուսը, փոխել էր այդ քահանայությունը։ Մովսեսն ասում էր շաբաթը պահել, Քրիստոսը չէր պահում շաբաթը։
Շաբաթօրով հասկեր էին ուտը մասել, շաբաթօրով գործ բժշկություններ անը։ Քահանայությունը փոխվի պետքա այդ, որովհետև բժշկությունը արդար է, չէ՞, մարդը տանջվում է, բժշկության կարիք ունի, անդամալույծ է, կույր է, մահացած է, հարություն է տալի, բժշկությունները անեն, բայց քահանան, հին քահանայությունը, օրենքի քահանայությունը, չարությամբ, դատարկափոր ասма, չար գազաններ են, խաչեք, սպանեք։ Հələ պատկերացնում եք, ասենք, օրենքը կամ ասենք պետությունը կամ աշխարհի մարդիկ չար բանի համար են ինչ-որ պատժը մեկին, չէ՞, բայց դե բարի բաների համար է քահանայությունը պատժը։ Հիսուսի բարի գործերի համար քարկոծում էին իրար։ Ճիշտ այդ ծիսակատարություններն էլ փոխվում է դրա հետ միասին։ Սիրելի հարցնող, ձեր հարցն է էլի, բացի ծիսակատարություններից, մարմնավորից հոգևորին անցնելը, էլի փոփոխություն կա, լիքը փոփոխություն է կատարում մարդու ներս։ Եթե դու հոգևոր ես, ուրիշ կյանքով ես ապրում։ Եթե մարմնավոր ես, ուրիշ լրիվ ուրիշ հակառակ կյանքով ես ապրում։ Ահա սրա մեծ ու կարևոր տարբերությունը։ Տեսեք, կարդամ Եբրայեցիների 4-րդ գլուխն էլ 14-15-16 Եբրայեցիների 4-րդ գլուխ 14-15-16 համարները։ Արդ որովհետև մեծ քահանապետ ունենք երկինքներով անցած, Աստծո որդի Հիսուսի, պինդ բռնենք դավանությունը, որովհետև ոչ թե այնպիսի քահանապետ ունենք, որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել, այլ մի այնպիսի, որ ամեն բանով փորձված, մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Ուրեմն համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին։ Այնպիսի քահանապետ ունենք, մեր հոգևորը այնպիսին է, որ ամբողջ բաները անցած է, երկինքներն անցած է, ամեն փորձություններով անցած է։ Հոգևորը քննում է, ամեն բան քննում է։ Մարդու ներսը քննում է, ինքը իրան քննում է, հասկանում է, որտեղից եկավ այդ իր այդ արարքը ու ուր է տանելու։ Քննում է, գիտի։ Այսպիսի քահանապետ ունենք մենք, որը արժանի է։ Երկնքի քահանայությունն է սա, երկնավոր քահանայությունն է։ Ծիսակատարությունների ժամանակ գալիս էին, ծիսակատարություն էին անում մարդիկ։ Գար էին մորթը, պատարակ էին անում, չգիտեմ, եկեղեցում այդ տաճարում ոնց են արի առաջներում, այդ քահանայությունը անում էին ու անցնում էր։ Մարդկանց մեղքերի համար արունը զոպայով շփում էին տապանակի վրա, օրենքների մի խոսքով։ Ով մեղքեր գործեք, հարկոցեք, ծեծեք, պլեթով խաչեք, այս արեք, այն արեք։ Սա է ծիսակատարությունը իրանց։ Հիսուս Քրիստոսը նման մարդկանց համար ասում է, կգա ժամանակ իր աշակերտներին ասեց ավետարանի մեջ, որ ձեզ եկեղեցուց դուրս կհանեն ու կսպանեն, այդ ձեզ սպանելով կմտածեն, թե Աստծուն պաշտամունք են մատուցանում։ Ահա քահանայությունը, ահա տարբերությունը, չար գազանությունը, որն է։ Ես ուզում եմ կարդամ Մատթեոս 5-րդ գլուխն էլ 27-28 խոսքը։ Հիսուս Քրիստոսի խոսքերը ասում է. լսել եք, որ ասվեցավ առաջինների, առաջի քահանայության ժամանակ, օրենքի ծիսակատարության ժամանակ, լսել եք, որ ասվեցավ շնություն մի անի։ Բայց ես ասում եմ ձեզ, թե ամեն ով որ մի կնգա վրա մտիկ տա նրան ցանկանալու համար, նա արդեն շնացավ նրա հետ իր սրտի մեջ։ Փոփոխությունը տեսնում եք որն է։ Թեև դուք այդ մասին ասեցիք, որ բացի դրանից, բացի մարմնավորից հոգևորին անցում կատարելու փոփոխությունը որն է։ Կարդամ Մատթեոս ավետարանի 15-րդ գլուխն է 16-ից 19 խոսքերը։ 15-րդ գլուխ 16-ից 19 խոսքերը, տեսեք։ Այս առակը մեկնիր մեզ, Հիսուսն էլ ասաց, դուք էլ տակավին անխելք եք։ Տակավին չեք հասկանում, թե ամեն ինչ, որ բերանն է մտնում, փորն է գնում և արտակնոցը գցվում։ Բայց բերանիցը դուրս եկող բաները սրտիցն են դուրս գալիս, և նրանք են պղծում մարդին։ Որովհետև սրտից դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայություններ, սրանք են մարդին պղծողը, բայց անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում։ Ուրեմն բերանից դուրս եկածն է մարդուն պղծում, բերանը մտնողը չի պղծում։
Սա տեսեք, սիրելի քույրս եւ եղբայրս, քանի որ Աստված հոգի է, հոգեոր պետք է հասկանանք ամեն մի Աստվածաշնչյան խոսքը, թեկուզ Քրիստոսի այն կատարված, որ գրված է կատարելիքներ, այս բոլորը հոգեոր իմաստով պետք է հասկանանք։ Բերանը մտնողը ո՞րն է։ Կիրակուրն է, հասնա, որ մարդ բերանով ուտում է։ Ուտում է, գնում է ստամոքսը, մարսվում է ու արտաքսոսն է այդ։ Դա չի բղծում մարդուն։ Այսինքն հոգեոր իմաստով երբ որ դու լսում ես մեկից մի խոսք, լսում ես, մտնում է քո ներսը, դա քեզի չի բղծում։ Բղծում է այն, որ քո ներսը չար բան դու լսում ես, չար բանը որ դու լսես, քեզ չի բղծում, բայց որ չար բանը մտնի քո ներսը ու դուրս գա քո բերանից, այդ է քեզ բղծում։ Այսինքն չար բանը դու լսելով, եթե ընդունես, ու կատարես դա, բերանիցը դուրս գա, դա է բղծում մարդու։ Թե չէ մենք ամենքսել տեսնում ենք չար բաներ, լսում ենք չար բաներ, ամեն րոպե դա մեզի չի բղծում։ Այդ բղծումը այն, որ այդ չար բաները տեսնելով, լսելով, մեր սրտի մեջ պահելով ու մեր բերանից դուրս գալով, այսինքն մեր գործի դնելով, դա է բղծում մարդու։ Չգիտեմ որքանով կարեց է, ես տարբերությունը քահանայության անցման ասեմ, բացատրեմ, էլի, սիրելի հաստվող, շատ մեծ կարևորություն կա ու շատ լիք տարբերություն կա։ Որովհետև մարմնավորից հոգևորին որ անցար, դու լրիվ ուրիշ մարդ ես դառնում։ Դու լրիվ դառնում ես ուրիշ մարդ։ Այս երկրի վրա, բայց երկրավոր քաղաքացի չեք։ Այս մարմնի մեջ, բայց մարմնավոր չեք դու։ Որտեղ մեր ներսում կա մեղքի մարմին, կա սրբության մարմին։ Արդեն սրանք են գործում մեր միջից։ Իսկ այս մարմինը մեր դառնում է գործիք։ Մեղքի մարմինը ինձ ասում է գողացի։ Ես լսելով գողանում եմ իրան, ներսի մարմինը, բարի մարմինը, Քրիստոսի մարմինը ինձ ասում է մի գողացի, ես չգողանալով ծառայում եմ սրան։ Ես ինչ բան է, Պողոս առաքյալի խոսքերով, ով կազատի ինձ ես մեղքի մարմինից։ Հիսուս Քրիստոսը մենակ կազատի, որտեղ մեր ներսը, սիրելի քույրս եւ եղբայրս, սիրելի հաստվող, այդ քահանայությունը, քահանայության վրա որ երկու բան ասեմ լավ, նոր ավարտենք, քահանայությունը նշանակում է ծառայել Աստծուն, այսինքն Աստծուն ծիսակատարություններ նու ծառայել Աստծուն, Աստծու պատվերները, Աստծու կամքը, Աստծու գործը կատարել, դա քահանայություն է։ Այն ժամանակ նորից եմ ասում, գարեին, մորթե մարուն էին, ցպկնեմ, ժողովրդի մարաղուտք էին անում, դա էր քահանայությունը։ Բայց Քրիստոսի քահանայությունը նա էր սրտով սիրել, գնալ դրա տունը այդ մարդուն մոտ, այդ մարդուն քարոզել, այդ մարդուն մեղքից ազատագրություն տալ, խոսքերով, սա է քահանայությունը, սա է ծառայությունը մեր Աստծուն։ Հոգևոր ծառայությունն ու մարմնավորը, տեսեք ինչքան տարբեր է։ Այսօր մեր եկեղեցիներում մարմնավոր քահանաները եկեղեցու մեջ քահանայություններ են անում, բայց հոգևորները տնից տուն են վազը։ Այդ քահանան, որ եկեղեցու տաճարի մեջ է քահանայություն անում, հնարավոր է ինքն էլ գնա ծառայություն անի։ Այս ծառայությունն է ասում հաճելի։ Այս ծառայությունն է քահանայությունը։ Եվ վերջապես Աստված խոստացավ, չէ՞, մեզ, կարծեմ հայտնության մեջ ասում, դուք կլինեք քահանաներ եւ թագավորներ։ Մենք այսօր քահանաներ ու թագավորներ ենք։ Քահանաներ ենք մենք, որ ծառայում ենք արդարության համար, թագավորներ ենք մենք, որ իշխում ենք մեղքի թագավորության վրա, լռեցնում ենք նրան, պապազեցնում ենք նրան, դատապարտում ենք մեղքին։ Թագավորի բերանից դուրս եկած խոսքը խոսք է։ Եթե դու թագավոր ես, զանազանում ես չարը բարից ու դատապարտում ես սրան, թագավորում ես։ Իսկ եթե թագավոր չես, չարին չես կարում լռեցնես, չարն է քեզ օգտագործում։ Դու պետք է թագավոր լինես։ Դա համար խոստանում է Հիսուս իր քահանայության ժամանակ ասում է, դուք քահանաներ եք ու թագավորներ պետք է լինեք։ Ես մի օր մեկին խոսում ենք եղբայրներով, ասես, բան մենք պետք է երկնքում լինենք քահանաներ ու թագավորներ գրված է բան, ասեմ երկնքում որտե՞։ Բոլորը փրկված են երկնքում լինելու։ Ահա, բոլորը փրկված են լինելու։ Բայց որ եթե բոլորը փրկված են, ասենք թե մի քանի միլիոն մարդ են կամ միլիարդ կամ տրիլիոնավոր, անտիվ մարդիկ են փրկվածները երկնքում։ Այդ բոլորն էլ թագավոր ու քահանա են լինելու։ Ո՞վ ան վրա թագավորելու։ Սա թագավորներ են լինելու։ Ախր ֆիզիկապես մարմնավոր հասկացողությունը չի ամբողջացնում Աստվածաշունչը։ Իսկ եթե ես իմ վրա եմ այսօր թագավոր ու քահանա, նոր մի քիչ առաջ բացատրեցի դա ոնց է կատարվում։ Բայց երկնքում մենք Աստծո նման ենք լինելու, Աստծո որդի ենք լինելու, աստվածներ ենք լինելու, մի խոսքով երկնային այդ հասկացողությունը
Աստված մեզ ամբողջապես բաց չի արել, որտեղ մենք չենք կարող հասկանալ։ Տիեզերքի անսահմանությունը, այդ հավիճենականությունը մեր մարմնավոր երևույթով հասկացողության մեջ չենք կարող մենք ըմբռնենք դա։ Դրա համար երկրի վրա Հիսուսն այս փնտրեք երկնքի արքայությունը ձեր մեջ։ Ստենդը մի փնտրեք։ Չես կարող երկնքի արքայությունը փնտրես գտնես երկնքում։ Այն ժամանակ դու կտենաս, երբ որ դուրս կգաս մարմնից տնտե կլես, բայց հիմի երկրի վրա փնտրի քո մեջ այդ արքայությունը։ Խաղաղություն, հանգստություն, համբերություն, սեր, քահանայություն, թագավորություն, բոլորը քո մեջ ստե փնտրի։ Այսքանը Մելանիա։ Հիմա այսքանով։ Աստված շատ է։ Սիրելի Աստծո ժողովուրդը մոտեցավ ավարտին, եթե նորից էլի հարցեր կառաջանան, գրեք, մենք մեծ սիրով պատասխանում ենք։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ։ Ամեն։